Աբրամյան, իսկ որևէ մեկը չփորձեց նախագահի առաջարկին այլ ընտրանք առաջարկել։ Նման առաջարկ չի եղել։ Բոլորը միաձայն Հանրապետականում բոլորը լսում են, խելոք լսում են, թե նախագահը ինչ կգրի։ Ինչ է ժողով խելոք լսում են։ Դե որ որևէ հարցում, որևէ այլ ընտրանք չառաջարկվեց։ Ընտրում ինչ եք ուզում որ ես ասեմ։ Գործադիր մարմինը միասնական որոշում է կայացրել, որպեսզի Տիգրան Սարգսյանը պաշտոնավորի, վարչապետի պաշտոն, նույնը գործադիրը նույնը խորհուրդ է։ Այդ ձեզ այդ պաշտոնին չեք պատկերացնում։ Ազգային ժողովի պաշտոնում են պատկերացրել եւ այնտեղ արդեն գտնվում են ընտրում։ Չէ, երկար ժամանակ պայքարում էին նաեւ ձեզ որպես առաջադեմ։ Դուք ավելի արդյունավետ չեք։ Դե դուք ձեր մտադրությունները ձեր մի բարդ եք մեզ։ Ասում են դա ձեր մտադրությունն է եղել, պարոն Աբրահամյան։ Կարող է դա լինի ձերը, ոչ թե իմը։ Ես խնդրում եմ, եթե կոնկրետ հարցեր ունեք, ձեզ շատ հաճելի է։ Հարցվեք պատասխանեք, չէ գնանք աշխատանք։ Ինչ է նշանակում ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ասույթ է ասել ենք, էլի։ Ինչ է նշանակում։ Ձեր վերադարձի նկատի ունեիք, պարոն Աբրահամյան։ Ես ասել եմ, դուք էլ մտածեք ինչի նկատի ունեք։ Չէ, բայց դուք ասել եք դուք պիտի բացատրեք։ Ես մտածեք մեկ ամիս դու չգտնեք պատասխանը, ես կասեմ ինչ եմ նկատի ունես։ Ինչ է սպասվում հանելուկը բացահայտողին եւ անկեղծ կլինեք։ Ջեր պարոն Աբրահամյան։ Այո։ Նախագահական ընտրություններից հետո ձեզ իբրև վարչապետ հնարավոր է առաջարկել։ Մենք առաջի խնդիրը նախագահական ընտրությունները պետք է կազմակերպենք, թափանցիկ, նախագահին ընտրենք, հետո կմտածենք։ Ինչ դերակատարում եք ունենալու դուք նախագահ։ Բոլոր դերակատարությունները։ Այսինքն նաեւ նախագահի տեխնացուի։ Լավ, դե դուք սկսում եք արդեն լուրջ գործերով զբաղվել, ձեզ խորհուրդ եմ տալի։ Պարոն Աբրահամյան, դուք թե պարոն վարչապետը ներկայացնում։ Կուսակցությունը կորոշի։ Պարոն Աբրահամյան, ով ճիշտ կկատարի, լավ կկատարի, ես կյանքում չեմ վիրավորի, եթե որևէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը կամ կուսակցությունը որոշի, կամ որևէ մեկը ղեկավարի շտաբը։ Դա շատ պատասխանատու, դժվար, անշնորհակալ գործ է։ Պարոն Աբրահամյան, երբ առաջադրվեց վարչապետի տեխնացությունը այսօրվանի դուք ձեր խոսքը ասացիք, թե ելույթներ չեղած։ Մենք ասել ենք, ավարտել ենք ինչեւ գործադրում հավաքել։ Այսինքն ըստ սցենարի ամեն ինչ ընթանում է եւ ընդհանրեն իմիտացիա է հավաքվել եւ շնորհավորել։ Քաղաքացիական մեջ պետք է սցենարները միշտ լինեն ճիշտ, հաշվարկված։ Իսկ ձեր ընտրության առիթով Ինչպես։ Ձեր ընտրության առիթով կազմակերպել եք ազգային ժողովի նախագահի պաշտոնը կազմել։ Չհասկացա կներեք։ Խնջույք եղել է ձեր ընտրության։ Ես ընդհանրապես խնջույքներից հեռու մարդ եմ, ոչ սխում եմ, ոչ խմում եմ։ Պարոն Աբրահամյան, օրինակ երկրի նախարարներում եք պատկերացնում օրինակ։ Իրենք պետք է առաջարկեն։ Իրենք պետք է առաջարկեն։ Խոսում է, որ երկուսը կմնան արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարը։ Այդ կարծիքի։ Իսկ երրորդ նախարարը։ Երրորդը դեռ չեն առաջարկել։ Սոցիալ նախարարությունը հնարավոր է տրվի օրինակ երկու։ Նախագահն ասել է, որ կվերադառնա Ճապոնիայից կքննարկենք այդ հարցերը։ Այդ Տիգրան վարչապետի նշանակի հակասություն չունենք, այո, այսօր կնշանակի մենք հակասություն չունենք, դուք ինչ եք մտածում որ ունենք մի հատ շարունակ։ Անգամ կանխատեսում եք մեր հարցերը, պարոն Աբրահամյան։ Այո, ես ձեզ եմ կանխատեսում։ Հաստատ, օրինակ հիմա ես ուրիշ հարց ունեմ ձեզ տալու։ Ձեզ առաջարկի որտեղ շտաբի պետ նախագահական ընտրություն է։ Այո։ Հաշվի առնելով նախկին փորձը, ելի դուք որ նախկին ես թե 2007 այս անցած 11 փորձ ելի թողնելու եք Ինչպես։ Հաշվի առնելով անցած տարվա փորձը, ելի թողնելու եք նախագահի ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ զբաղեցնում։ Դե կապրեք կտեսնենք, բայց չեմ կարծում որ կթողնենք։ Որտեղ սա ուրիշ ընտրություն է, դա սա ազգային ժողովի ընտրություն է։ Սա դա հանրապետության նախագահի ընտրություն է։ Որտեղ անցած անգամ ասացիք մեկը մյուսին խանգարում է, դրա համար եք թողնում զբաղվել։ Նորից եմ ասում, դա ազգային ժողովի ընտրություններն են, ես ազգային ժողովի նախագահի։ Բայց հիմա հանրապետության նախագահի ընտրությունն է։ Կարելի է մի հարցել ես տամ։ Ասում եք հանրապետական կուսակցության շտաբի պետի պաշտոն անշնորհակալ գործ է եւ բավականին շատ է շարժարել։ Ուզում եի հարցնել։ Ես նորից եմ ուզում ասում։ Կարելի է թույլ տակ շարունակենք, հասկանում եմ կանխատեսել ենք ձեզ համար։ Անցած ընտրություններին բնականաբար շատ ավելի ցածր էր տոկոսները, քան այս անգամ հանրապետականի համար։ Եվ այս առումով ձեզ շնորհակալ եղավ եւ ինչով շնորհակալ եղավ կամ ինչպես շնորհակալ եղավ կառաջնորդը։ Ինքը իր կարծիքը հայտնել է, չեք լսել։ Չէ, ուզում եմ իմանալ ձեզնից։ Դե ինքը որ ասել է, ես ինչ կգամ։ Ոչինչ, մի զլացեք։ Զլանում եմ, որտեղ դուք խոսքերի կեսն ասում եք, ես չեք։ Պարոն Աբրահամյան, ես ասեցի, շատ պատասխանատու աշխատանք է շտաբի ղեկավարը եւ միշտ շտաբի ընտրությունների արդյունքում շտաբի ղեկավարին տրվում է գնահատական։ Այո, շատ մարդիկ կան, որ անշնորհակալ են վերաբերում այդ գործին, բայց դա չի վերաբերում մեր երկրի նախագահի, մեր թիմին։ Ի նկատի ունեմ այլ կուսակցություններ, այլ շտաբներ։ Թիմից դուրսում է հետարքիր ձեր աշխատանքը, որ գնահատի։ Իմ լավ աշխատանքի արդյունքում իր թիմերը այնտեղ վնասվում են։ Ումից է, հա, այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այս անգամ դուրս է ձեր աշխատանքից։ Ինչպես։
Այսինքն այս անգամ մյուս կուսակցությունները տուժեցին ձեր աշխատանքին։ Բայց ուզում կուսակցությանն տվեցիք։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Կրկնեք, մի տես Կոալիցիայի իշխանականությունը բացառում եք։ Ինչպես։ Նոր կոալիցիա, ԲՀԿ-ի հետ նախագահական ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հավանական։ Ես քաղաքականության մեջ ոչ մի բան չեմ բացառում։ Պարոն Աբրահամյան, ներկայից վարչապետի եւ նոր նշանակվող վարչապետի թերություններն ու առավելությունները կասեք։ Չեմ էլ մտածել այդպես թերությունների առավելությունների մասին, բայց իմ կարծիքով ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ տնտեսագետ աշխատանքը պատկերացնում է, այստեղ մնում է թիմային աշխատանք, ճիշտ կառավարության անդամներ ընտրվեն նշանակվեն Եվ կարծիքով հաջողություն կունենանք, քանի որ մենք առաջի 4 ամսում ենք արդեն 7% աճ տնտեսական եւ համոզված եմ, որ եթե լավ աշխատենք, դա նաեւ շատ կարեւոր է, որ կառավարություն ապագա եւ ազգային ժողով միասնական աշխատանքը ճիշտ հիմքերի վրա դրվի, արդյունավետ մենք արդյունքներ կունենանք։ Ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողի։ Արմեն Գևորգյանը փոխվարչապետի պաշտոնը կպահպանի։ Դե կհայտարարենք։ Խոսվում է այն մասին, որ հիմնական մասը կպահպանի։ Արդյոք դա չի նշանակում, որ հանրապետության նախագահը կամ ընդհանրապես իշխող կուսակցությունը գոհ է կառավարության կազմից, անցած տարիների աշխատանքից։ Ընդհանուր առմամբ այո, գոհ ենք։ Ընդհանուր առմամբ իսկ պետք է փոխել երկրի արտաքին պարտքը հավատան որ փոխենք։ Չէ, ռեալ կառավարության աշխատանքում մեթոդաբանության մեջ կան որ մոտ Ես չեմ ուզում այդպես մանրուքների մեջ մտնել։ Դա մենք ընդհանուր դա կառավարության ղեկավարի խնդիրները իրենք քննարկեն կլուծեն մեր խնդիրը գլոբալ խնդիրներ են։ Բայց դուք էլ երկրի մարդ եք, երկրի քաղաքացի եք, ձեզ բավարարում է այն ինչ կա։ Այնքան բան չի բավարարում ինձ, օրինակ ձեր հարցերը։ Պարոն Աբրահամյան, Ձեր ելույթում չբացառեցիք կառավարության քննադատությունը։ Բայց ոնց եք շահագործում իմ համեստությունը։ Դա ուժի։ Դուք բայց Ուժի մեջ եք դեռ։ Ես շատ եմ խոսում, բայց մի քիչ պիտի ազնիվ խոսենք, էլի տողատակերով չէ։ Չէ, իմ հարցից տողատակ չկար, պարոն Աբրահամյան։ Ես չեմ ուղում իմ հարցը, կներեք։ Դուք ձեր ելույթում ազգային ժողովի նախագահի տեխնատության ելույթում ասեցիք, որ չկասկածեք, որ քննադատելու եմ կառավարությանը։ Դա ուժի մեջ է։ Չկասկածեք։ Այո։ Ես հիմա էլ եմ ասում, ես յուրաքանչյուր անարդյունավետ աշխատանք ծրագիր քննադատելու եմ, բայց նաև թույլ չեմ տալու, որ որևէ մեկը փորձի անարդար քննադատի կառավարությանը։ Առաջի պաշտպանը ես եմ իմել։ Ասել եմ, չէ՞։ Մենք երբևէ չենք տեսել հանրապետական հայտարարությունը ինչպես։ Երբևէ չենք տեսել հանրապետական կուսակցության որևէ անդամ նույնիսկ քննարկի նախարարի Ես քննադատել եմ։ Ես խնդրում եմ դուք նայեք իմ ելույթների ազգային ժողովի նախագահի ժամանակ, ես քննադատել եմ։ Լավ, դուք որպես հանրապետության քաղաքացի, ձեզ համար որ ոլորտն է ավելի խոցելի եւ որ նախարարության ղեկավարին կուզեիք փոխել, տեսնել փոխված։ Կառավարության ղեկավարը։ Ասում եք անկեղծ նախարարին։ Գերատեսչության նախարարին։ Գերատեսչության ղեկավարին, այո։ Ճիշտ ասած, որ փոխենք կտեսնենք։ Կոնկրետ դուք որպես քաղաքացի, որից եք դժգոհ։ Այսինքն դուք այս երկրում չեք ապրում, տեղյակ չեք այս երկրից։ Չեմ առաջարկել։ Որպես քաղաքացի Ես ձեզանից եմ տեղյակ, կամ բոլորից էլ տեղյակ եմ։ Ուղղակի մեր տարբերությունը գիտեք ո՞րն է, որ դուք խոսում եք, ես չեմ խոսում։ Խոսեք, մենք ձեզ լրիվ տալիս ենք։ Ես հնարավորություն եմ տալու խոսեմ, մի ճնշ։ Դուք ասացիք անկեղծ Ես մի բան եմ հասկացել, որ լրագրողների մոտ համեստություն պետք չի անել։ Լավ, մի հարց առանձին կարելի է, ես կսպասեմ։ Մենք հարց տանք։ Պարոն Աբրահամյան, Երկշաբթի գզեմ։ Պարոն Աբրահամյան, նույնիսկ միջընթացությունները հանրապետական կուսակցության նախագահի կողմից քայլ առաջի մասին, նոր կառավարություն, նոր ազգային ժողով, նոր որակի մասին, այսպես ասած, հավաստիացումներ են լինում, բայց քիչ առաջ էլ հայտարարվեց, որ կառավարության կազմը հավանականորեն կպահի դեմքը վարչապետ։ Այդ փոփոխությունները այս դեպքում որտեղ գործելավոճի մեջ պիտի լինեն ինչ փոփոխություններ եք։ Մենք ժողովրդին ծրագիր ենք ներկայացրել պարլամենտական ընտրությունների ժամանակ։ Մեզ համար շատ կարևոր խնդիր է, որ այդ ծրագրերը իրականացվեն։ Մենք ձևավորենք թիմ, փորձենք այդ թիմով մինչև նախագահական ընտրությունները խնդիրները լուծել։ Նախագահը շատ հստակ խնդիրներ է դրել ապագա կառավարության արժեք կկատարեն, կշարունակեն, չէ նախագահական ընտրությունից հետո մենք իրավունք ունենք նորից կառավարություն ձևավորել, համանդրել եւ փորձենք այժմ գնահատական տալ կառավարության աշխատանքը։